Լևոն Մկրտչյանի ղեկավարած արշավախումբն է արդեն երկրորդ տարին հնագիտական պեղումներ են իրականացնում Խանջան հնավայրում։ Այն գտնվում է Արմավիրի մարզի Խանջան գյուղի տարածքում։ Դեռ 2022 թվականին արբանյակային լուսանկարներով են պարզել այս հատվածում ժամանակին բավական ընդարձակ ու քաղաքակիրթ բնակավայր է եղել։ Հնավայրը հայտնաբերվել է 2022 թվականին իմ եւ Գագիկ Սարգսյանի կողմից։ Մենք այս կողմերում փորձում ենք գտնել մեգալիթյան շինությունների մնացորդներ, աշտարակներ, մասնավորապես աշտարակատիպ կառույցներ, որոնք որ նշմարվում էին արբանյակային պատկերներով եւ այդ աշտարակների շրջանակներում ուսումնասիրության մենք նաև հայտնաբերեցինք այս բլուրը, որը որ բացակայում էր հուշարձանների պահպանության բոլոր ցանկերից։ Ծիսապաշտամունքային նշանակության հնավայրն ըստ մասնագետների թվագրվում է Քրիստոսից առաջ 6-ից 2-րդ հազարամյակներին։ Կառույցը 7-ից 8 մետր բարձրությամբ հնագույն կոթողային աշտարակ է, շրջապատված դարավանդներով ու պարսպագծերով։ Առաջին հայացքից պարզ դարձավ, որ բլուրը մշակութացված է, կան դարավանդներ, երևում են պարսպագծերի հետքեր, ամբողջ վերգետնյա նյութը, երբ որ մենք շրջում էինք, ծածկված էր խեցեղենով, խեցամանների բեկորներով, իսկ գագաթում նշմարվում էր մի ուղղանկյուն հիմքով կառույցի հետագիծ, բայց ամբողջությամբ ծածկված հողի եւ սակավ ճիմաշերտով։ Նմանատիպ հոծ աշտարակների մոտ 10 օրինակ կա բացահայտված, ասում է հնագետը։ Այս աշտարակը յուրահատուկ է, քանի որ գտնվում է ամրացված բլրի վրա, ոչ թե առանձին ժայռին կանգնեցված, մշակված դարավանդներով ու մոնումենտալ շինությունների հետքերով։ Հենց այդ շինություններից մեկը նաեւ այս տարի պեղվեց, որտեղ բացվեց սյունազարդ, ուրեմն դահլիճ, ենթադրաբար սյունազարդ դահլիճ, ինչու, որովհետեւ բացվեցին երկու հիմնախարիսխներ, ենթադրում ենք, որ նաև այլը կբացվի, որոնք որ մնացել են դեռ հողի շերտի մեջ։ Վարկածը, որ այստեղ բնակավայր է եղել, բազմաթիվ վկայություններ ունի։ Գործ ունենք բավականին խոշոր մի համալիրի հետ, իր հսկայածավալ բնակավայրով, արտաքին քաղաքով, այսպես ասած ճակերտավոր, որի մեջտեղը կենտրոնական մասում այս բլուրն է։ Բլուրը սկսվում է հյուսիսային հարավային մասում շքամուտքից, շատ գեղեցիկ շքամուտք է ունեցել, որ մուտքի բացվածքը միայն 7-8 մետր է, 7 եւ 8 մետրանոց հսկայածավալ աշտարակների միջև։ Բնակավայրը լքվել է եւ ավերվել, այդ են վկայում ածխացած սյուների հետքերը։ Պեղումների հետաքրքիր փուլում ենք հնավայր այցելել։ Հիմա ես հատուկ լուծույթով, որը կոչվում է Պալարոիդ B72-ով մշակում եմ մեր գերանը, որը բավականին ածխացած վիճակա տեսնում եք, ես մշակում եմ Պալարոիդով, որպեսզի ամրակայեմ, որպեսզի մենք հետո կարողանանք իրեն հեռացնենք, առանձնացնենք, վերցնենք, որպեսզի հետո հետազոտվի։ Աշտարակատիպ կառույցի վերգետնյա շերտի տարբեր հատվածներում հայտնաբերվել են կարասի մնացորդներ, կենդանիների ոսկորներ։ Մեր նկարահանման ընթացքում հետաքրքիր բացահայտումներ եղան։ Մշակութային մի հետաքրքիր իրավիճակ ունենք, կոտրված եւ տեղում մնացած կարասներ, երկու կարասներ ունենք այս հատվածում։ Կարասները անմիջապես հեռացնելուց հետո մեզ հաջողվեց բացել 1 եւ ավել մետր երկարությամբ փայտի այդ մնացորդը։ Գտել եք։ Ուրունքներ ենք։ Հա, մի բացեք։ Ահա։ Շատ լավ, գնացիք եք։ Գտածուն սեփական ձեռքերով հավաքելու բացառիկ հնարավորություն ունենք։ Սարդիոնե ուլունքի հայտնաբերումը մեծ ձեռքբերում է, կարելի է ասել, արդեն կա հստակ հնագիտական իրավիճակ։ Բացառիկ կարևոր արժեք ունի նաև աշտարակի շուրջ բացված հնագիտական իրավիճակը, որտեղ in situ, այսինքն տեղում պահպանվել է ողջ այդ պրոցեսը, այդ արարողակարգի հետևանքները, հա, հյուսիսային, արևմտյան եւ հարավային մասերում տեղադրված են եղել մեծ կարասներ, հաստ իրանով այդ կարասները նույնիսկ ունեցել են պարունակություն,
Եվ երբ որ ստացվել է, երբ որ այրվել են եւ ավերվել է այս ամեն ինչը, նրանք մնացել են ավերակների տակ եւ ամբողջությամբ թողնելով իր նստվածքը այդ հեղուկների եւ ողջ այդ իրավիճակը։ Արշավախմբին դեռ հայտնի չէ հնավայրի անվանումը, սպասում են սեպագիր արձանագրությունների հայտնաբերման։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։